Էս իմ ավտոնաստ է կայնած, էս ձեր ավտոնաստ է կայնած, որ եթե նկատում եք, երթևեկությանը բավականին խոչընդոտում է։ Հիմա ներկայացնում եմ ձեր կրծքանշանի համարը ֆիքսեն։ Նա ձերն է ֆիքսեն։ Եվ օգտվել վարքի լեզվին, դուք որպես վարք պարտավոր եք ձեր փաստաթղթերը։ Ով ասել, ինչով արձանագրել, ինչով է ամրագրված։ Դուք տեսեք, ՃՄՕ-ի հոդվածը ասել։ Դուք տեսեք, ոստիկանության Իվարկյան ասել էլի։ Դուք վարչարության մասնակից եք։ Ես վարչի հրամանատարն եմ, Ես շատ հաճելի է, բայց վարչարության մասնակից եք։ Բայց դուք վարչարության մասնակից եք։ Մասնակից եք թե չէ, վարչի հրամանատարն եք։ Ես էլ Ռոման Երիցյանն եմ հետո։ Հասկացա, ես հիմա խնդիր եմ Ինչ խնդիր եք տեսնում։ լարվածություն եմ տեսնում դրա համար եմ։ Էդի մոտ եք լարվածություն տեսնում, սխալվում եք։ Չէ, չեմ։ Դե սխալվում եք էլի։ Չփվել եմ, հիշում եք մի անգամ Իմ համար տարբերություն չկա։ շփվել։ Չեմ հիշում, որպես նյութ պետքա կծվի վարույթի։ Ձեր տեսագրող սարքնել այդքանը ձայնագրում է։ Մենք շատ լավ տիրապետում ենք։ Շատ լավ, շարունակեք էլի, շարունակեք, ես ձեր չփելու ցանկություն չունեմ։ Շատ լավ։ Ձեր վարչարությունը շարունակեք։ Փորձեք պատշաճ շարունակել։ Ես կարամ չլսեմ, հաստատություններ եք ուզում։ Հիմա ես եմ խոսում։ Հաստատություններ եք ուզում թե չէ։ Վարքի մաս։ Ինչի մասնակից։ Վարքի մաս։ Վարույթի մաս կազմող, ես վարույթի մաս եմ։ Ինչ։ Վարույթի մաս եմ։ Ես մաս չեմ, ինքը կա դու մաս ես, ես մաս չեմ։ Մաս է, վարքի մաս։ Ասում ես մաս չեմ։ Ես մասնակից եմ։ Մաս ուրիշ բան է, մասնակից ուրիշ բան։ Կարող է դու վարույթի մաս ես, ես վարույթի մաս չեմ։ Ես վարույթի մասնակից ցույց տվեք, ես կարդամ իմ բացատրությունը տամ։ Միջև ես չկարդամ, բացատրություն չեմ տալու։ Դուք կան պահանջի ինձ ասում։ Որովհետև ես չգիտեմ 124-ի 21-ը ինչ է նշանակում։ Ես ես պատշաճ ծանոթ Չեմ հավատում։ 124-ի 21-ը բացեք տենա։ 124-ի 21 դե գոնե բովանդակությունը ինձ ասեք, դիսպոզիցիան ինձ ասեք, դիսպոզիցիան։ Ես ձեր կատարած իրավախախտման էությունն եմ ասել։ Հավատան եք, ինձ դիսպոզիցիան ասա, էլի դիսպոզիցիան գիտես ինչ է։ Չէ, Չէ, ինտերնետ սանկցիան չեմ, է ասում, տեսեք, հոդված ունեն մա։ Դիսպոզիցիան եմ ես ասում, դիսպոզիցիան ուրիշ բան է, սանկցիան ուրիշ բան, սանկցիան բան չասեցի, ասեցի։ Լավ տիրապետում եք։ Դիսպոզիցիան, ասեք, դիսպոզիցիան, ի՞նչ է, հոդվածի դիսպոզիցիան։ Ավելի պարզ ասեմ, հոդվածի մեջ ինչ է գրված։ Ինչ ցավալի է որ չեք տիրապետում։ Ինձ հետ զուգահեռ եք խոսում։ Հիմա դուք ինձ ասում եք զուգահեռ մի խոսացեք, բայց ինձ հետ զուգահեռ խոսում եք։ 124-ի 21-ը դուք ասում եք պատասխանատվություն է նախատեսում երկրորդ գծում կայանելու համար։ Ես էլ ասում եմ պատասխանատվություն է նախատեսում օդանավը սխալ վայրում կայանելու համար։ Պետք է բացենք 124-ի 21-ը, տեսնենք ես եմ ճիշտ թե դուք։ Ախր դուք եք բարույթ իրականացնում, ես չեմ ձեզ կայնեցրել, դուք եք ինձ կայնեցրել։ Մի խուսափեք էլի պատասխանելուց։ Պարոն սերժանտ, մի խուսափեք պատասխանելուց։ Տեսնում եմ, որ մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, 4 անգամ, 5 անգամ, 6 անգամ, 7 անգամ զուգահեռ մի խոսացեք։ 8 անգամ, 9 եւ 10 անգամ մի բանը նույն բանը ասում եմ, չեք ասում, բնականաբար ինքնստիկյան մի մոտ լարվածություն առաջանալու է։ Դուք որպես բարեկային ծառայող պիտի փորձեք իմ լարվածությունը հանգստացնել։ Իմ լարվածությունը հանգստացնելու լավագույն միջոցը օրենքով սահմանված ձեր պարտավորությունը կատարելն է, մասնավորապես քաղաքացուն կոնկրետ դեպքում ենթադրյալ իրավախախտին ներկայացնել հոդվածի դիսպոզիցիան։ Կարող եք ներկայացնել թե ոչ, հա չէ։ Ափսոս, հա, շատ ափսոս։ Լսումի օր կնշանակեմ, ձեզ կհամարեմ, մոտենակ արդեն վարորդը շատ լավ, շատ լավ։ Ռուսերենի տիրապետում ենք, դուք ռուսերենի տիրապետում եք, ռուսերենի իրականացնենք վարչարությունը։ Մանչի ծառայություններից կօգտվեք, մենք կապով ենք, պարտավորված ենք, իսկ փաստը այո։ Լավ եմ արել։ Լավ եմ արել։ Դե ուրեմն ավտոմեքենային էլ էս սա իմ ավտոմեքենան, տեսեք։ Երկրորդ շարքում, հենց երկրորդ շարքում, տեսեք, թող բոլորը տեսնեն։ Նույնպես էլ ձերը երկրորդ շարքում կայնած, եւ ձեր պատճառով այս երթևեկությունը այսքան ժամանակ ախաթարվել է։ Եթե դուք ինձ օրինակ նախազգուշացնեիք, ես չէի գնալ։ Այս ամեն ինչը չէ։ Բայց ծարավ եմ, ջուր տվեք։ Երբ կբերեք։ Դե հիմա գնացեք, կանգնել եք, ասում եք հիմա կբերեք, կա վերևից եմ բերելու, վաշտի հրամանատարն է բերելու։ Դե ով բերելու է, թե շուտ բերի։ Հարցնում եմ, իմ ազատությունը սահմանափակված է, ավարտել ես չեմ ավարտել։ Ազատությունը սահմանափակված է, թե չէ։ Իմ ազատությունը։ Շատ լավ, թող բերի, բայց իմ ազատությունը սահմանափակված է, թե չէ։ Գալստյան ջան։ Նայր, քաղաքացի լավ չի զգում իրան։ Խնդրում եմ։ Լավ եմ, ես զգում ծարավ եմ ուղղակի։ Հա, մի ուղիղ 13 րոպե է, բայց դուք հələ այ եք լրացրել։ Ուղիղ 13 րոպե։ 13 րոպե է դուք Բարդ Բաղրամյանի երթևեկությունը այսպես կինո եք անում, այսպես եք անում։ 13 րոպեն ձեր լրացրածը այս է։ 45։ Ինձ մոտենալու պայծ ընդհանուր անցել արդեն 40 րոպե, իսկ իրենց անունը դրած արձանագրությունը կազմելու պայծ արդեն 13 րոպե։ Այսինքն այսքան ժամանակ է,
Այս Բաղրամյանի վիճակ, այսինքն կինո են անում, այդտեղ։ Այս է։ Ինչա։ Իմ երկրորդ գծի համար իմ վերաբերյալ փորձ են արձանագրություն կազմել։ Այս բան ես վարչական պատասխանատվության չեմ ենթարկվել, չէ՞։ Դուք նշանակել եք ուսումների օր, որպեսզի բարձենք, ես իրավախախտում եմ կատարել, թե չէ։ Բայց դուք նաև արձանագրենք, որ մեր հարգելի բարեկային ծառայողը շատ հիանալի ձեռագիր։ Ես լսեն ձեռագիր իմ դիտակից եմ չեմ։ Մի քանի հայտարարությունների եւ մեկնաբանությունների եմ ցանկանում այսպես հրապարակային անդրադառնալ, որովհետեւ դրանց անհատական պատասխանելու ժամանակ ու ցանկություն ընդհանրապես չունեմ։ Եվ խոսքը վերաբերում է իմ Facebook-յան էջում տեղ գտած բարեկային ծառայողների մասնակցությամբ իրականացող տեսաձայնագրությունների կամ տեսահոլովակների տակ արկա մեկնաբանություններին եւ հայտարարություններին, որոնք հիմնականում կատարվում են հենց այդ նույն բարեկային ծառայողների կողմից բացված Facebook-յան կեղծ էջերով եւ նրանց բոլորին կարծես մի հարց է հետաքրքրում, ինչու եմ ես այդ ամենը իրականացնում, այսինքն ինչու եմ տեսանկարահանում բարեկային ծառայողների կողմից իրականացվող վարչարությունը եւ դա տեղադրում հրապարակային հարթակներում։ Ես կարծում եմ դրա պատասխանը պարզ է, եթե ոչ ապա ասեմ, որ ունեմ 120,000 տարհանված արցախցի հայրենագից, որոնց զգալի հատվածը զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ եւ օրեցօր կամ ամեն օր կամ ամենժամյա ռեժիմով առնչվում են բարեկային ծառայողների կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարության։ Եվ հետեւաբար այդ տեսաձայնագրությունները հրապարակելով ես Պարզաբանում եմ նրանց իրենց իրավունքները, հուշում եմ նրանց իրենց իրավունքների մասին եւ առաջարկում այդ եղանակով պաշտպանվել ձեզնից։ Երկրորդը կապված տեսաձայնագրության թույլատրելիության հետ ես տեղեկացնեմ, որ ոստիկանության մասին օրենքով ոստիկանության գործունեությունը հրապարակային եւ թափանցիկ գործունեություն է եւ բացի այդ կոնկրետ բարեկային ծառայողների մասով գոյություն ունի ոստիկանության պետի 36L հրաման, որով հաստատված է բարեկային ծառայության կանոնագիրքը եւ որտեղ հստակ նշված է, որ բարեկային ծառայողը իրավունք չունի խոչընդոտել քաղաքացու կողմից իրականացվող տեսաձայնագրությանը։ Այսինքն պետությունը ոչ միայն թույլատրում, այլ նաեւ խրախուսում եւ պաշտպանում է քաղաքացու կողմից վարչարության ընթացքի տեսաձայնագրումը, հետեւաբար հարգելի ոստիկանության ծառայողներ եւ բարեկային ծառայողներ, մի կարծեք, որ քաղաքացին ձեզ տեսանկարահանելու իրավունք չունի։ Հակառակը պետությունը խրախուսում է դա եւ պետությունը պաշտպանում է քաղաքացու կողմից այդ տեսաձայնագրման իրավունքի իրացումը։ Կապված այն բանի հետ, որ ես փորձում եմ ինչ-որ մեկնաբանություններ, լայքեր եւ ռեյտինգ հավաքել, ես պարզաբանեմ, որ դրա անհրաժեշտությունը եւ կարիքը ընդհանրապես չունեմ եւ դա տրամաբանական է, քանի որ ես առհասարակ բարեկային ծառայողների կողմից կազմած ակտերի իրավաչափության վիճարկման բարույթներով որպես փաստաբան չեմ զբաղվում։ Հետեւաբար դա գովազդելու անհրաժեշտությունը ընդհանրապես բացակայում է։ Դրա կրկնում եմ միակ նպատակը այն հայտնի լոզունգն է, մասնավորապես ձեզ կրթելը, որովհետև ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում բարեկային ծառայության ընդհանուր կամ բարեկային ծառայողների իրավագիտակցության աստիճանը մոտ է 0-ի եւ ես սա դեռ շատ մեղմ եմ մեկնաբանում, չափազանց մեղմ եմ մեկնաբանում։ Օրինակ ես հիշեցնում եմ, որ եղբորս երկրորդ գծում կայանելու համար բարեկային ծառայողը ծեծի է ենթարկել, նրա վրա արդյունքաբեր գազ է փչել, նրան ձերբակալել է եւ իբրև թե թմրանյութերի պահման կասկածանքով տեղափոխել էր ոստիկանություն։ Ու ճիշտ է, հետագայում դրա պատասխանը ստացել է, խստագույնս ձևով է ստացել, բայց այնուամենայնիվ։ Եվ հիմա դուք ինձ հարց եք տալիս, ինչու եմ այդպիսի տեսաձայնագրություններ հրապարակում։ Լուրջ, ձեզ եմ կրթում, ձեզ եմ փորձում հրավիրել օրինականության դաշտ եւ ձեր իրավագիտակցության վրա եմ աշխատում։ Եվ սա շարունակական բնույթ է կրելու այնքան ժամանակ, մինչեւ ես ինքս չարձանագրեմ, որ դուք իրականացնում եք պատշաճ վարչարություն։ Այո, բարեկային ծառայողների կողմից լինում են բարեկային ծառայողներ, ովքեր ոչ թե գերազանց, այլ լավ տիրապետում են իրենց ծառայության եւ իրենց գործին եւ նման երևույթները կամ առհասարակ նման հանգամանքները ես խրախուսում եմ եւ անհատական բարեկային ծառայողների տվյալները անգամ հրապարակում եմ եւ գրավոր շնորհակալություն եմ հայտնում բարեկային ծառայության պետին այդ կոնկրետ բարեկային ծառայողի կողմից իրականացված օրինաչափ վարչարության համար։ Բայց այսպիսի դեպքերը բացառիկ են լինում։ Բացառիկ, այսինքն ես ոչ միայն հրապարակային քննադատում, այլ նաև տեղն ընկածտեղ ժամանակ գովաբանում եմ բարեկային ծառայողին, ընդ որում հրապարակային եղանակով։ Ընդ որում կրկնում եմ հրապարակային եղանակով։ Հաջորդը կապված այն բանի հետ, թե ինչու են ինձ այդքան շատ կանգնեցնում, որ վերջին անգամ ինձ իմ ավտոմեքենայով երթևեկելիս երևի բարեկային ծառայողը իր նախաձեռնությամբ կանգնեցրել է, չգիտեմ, 23 կամ 24 թվականին։ 23 կրկնում կամ 24 թվականին։ Մնացածը կամ ես պետք է երթևեկելիս լինեմ այլ ավտոմեքենայով, որպեսզի ինձ կանգնեցնեն, կամ տեսաձայնագրություններ են, որոնք
իրականացվել են ոչ թե իմ, այլ իմ ընկերոջ կամ իմ հարազատներից մեկի մասնակցությամբ իրականացվող վարչարությունից։ Բարեկային ծառայողները կարելի ասած բոլորը իմ հետ ունեն շատ նորմալ եւ ջերմ հարաբերություններ եւ հակառակը շնորհակալություն են հայտնում այդ ամեն ինչի համար, որովհետեւ դրա շնորհիվ նրանք սովորում են պատշաճ ծառայել։ Ունեն բարեկային ծառայող բազմաթիվ վստահորդներ, ընկերներ, անձին կողժոնություններ հետ ունեն ջերմ հարաբերություններ, հետևորդներ անգամ, եւ սա կոնկրետ իմ նկատմամբ թիրախավորված վերաբերմունք չէ։ Ես չեմ կարող արձանագրել, որ բարեկային ծառայողը սպասում է, երբ որ ես սկսեմ երթևեկել եւ ինձ կանգնեցնի։ Խախտումներ հաճախ թույլ չեմ տալիս։ Եթե թույլ եմ տալիս դրա, ապա դրանք, չգիտեմ, նվազ կարևորության խախտումներ են, չգիտեմ, խմած չեմ երթևեկում կամ թմրանյութերի ազդեցության տակ չեմ երթևեկում, ընդհանրապես հեռու եմ նման բաներից, իսկ թույլ տված խախտումները հեսա կարող է լինեն նվազ կարևորության խախտումներ։ Եվ դրանցից խուսափել, այո, ես փորձում եմ, եւ դա նորմալ ու բնական երևույթ է։ Խուսափել վարչական պատասխանատվության ենթարկելուց։ Խուսափել, կրկնում եմ, վարչական պատասխանատվության ենթարկվելուց։ Այ օրինակ այս տեսածայնագրությունը, եթե նկատում եք, ես առանց ամրագոտի եմ այս տեսածայնագրության մեջ։ Ես սա կարող է թվալ իբրև խախտում։ Բայց այս ինքով ես պատասխանատվության ենթարկվել չեմ կարող, որովհետև նախ նման ընթացակարգ գոյություն չունի, իրավական ընթացակարգ։ Երկրորդ, կարող է պարզել, որ այս տեսածայնագրությունը կատարված է, չգիտեմ, 1 տարի առաջ եւ անցել է վարչական պատասխանատվության բաղեմության ժամկետները, կամ օրինակ կարող է պարզել, որ կատարված է Վրաստանում եւ Հայաստանի Հանրապետության վարչական մարմինները այլ պետության տարածքում կատարված ենթադրյալ իրավախախտման համար ՀՀ-ին պատասխանատվության ենթարկելու իրավասություն չունեն։ Սա նորմալ եւ բնական երևույթներ են, որոնք ես հնարավոր է օգտագործեմ իմ նկատմամբ իրականացվող վարչարության ընթացքում։ Բայց այդ բարեկային ծառայողների կողմից ցուցաբերված անգրագիտությունը նորմալ չէ եւ լիազոր մարմինները պետք է աշխատեն այս ամենի վրա։ Ես սա համարում եմ իմ հասարակական պարտքը, աշխատել բարեկային ծառայողների իրավագիտակցության վրա։ Եվ դրանով նպատակ եմ հետապնդում նաև իմ հայրենակիցներին իրազեկել իրենց իրավունքների մասին։ Կրկնում եմ, իրազեկել իրենց իրավունքների մասին։ Կոնկրետ երկրորդ գծում կանգար կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու փորձի հետ կապված տեղեկացնեմ, որ օրինակ բարեկային ծառայողները մոտենում եւ ասում են դու պետք է ենթարկվես վարչական պատասխանատվության 124-րդ հոդվածի 21-րդ մասի կանոնները խախտելու հիմքով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի։ Բայց նրանք չեն հասկանում, որ այդ նորմը ունի բովանդակություն, դիսպոզիցիա, որտեղ նկարագրված է այն արարքը, որի հիմքով անձը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության։ Եվ այնտեղ հստակ սևով սպիտակի վրա նշված է կանգարի կամ կայանման կանոնները խախտելը։ Իսկ կանգարի եւ կայանման կանոնները խախտելը կանոնները սահմանված են առանձին նորմատիվ իրավական ակտով։ Ճանապարհային երթևեկության կանոններով, հավելվածներով, եւ այնտեղ հստակ բացառություններ կան սահմանված, որոնց թվին է դասում օրինակ հարկադրված կանգառը, կանգառ, որը կատարվել է ուղևորաբեր կամ ուղևոր իջեցնելու նպատակով, կանգառ, որը կատարվել է մեքենայի անսարքության հետ կապված։ Այդ բարեկային ծառայողները այս փաստական էական հանգամանքները չեն պարզում։ Այլ միանգամից մոտենում քաղաքացուն եւ ասում են դու պետք է ենթարկվես վարչական պատասխանատվության, հեսա քո նկատմամբ արձանագրություն են կազմում եւ այլն եւ այլն։ Փաստաթղթերը թանի ստուգում եմ եւ այլն եւ այլն։ Նրանք միջև հիմա չգիտեն, որ քաղաքացուն կանգնեցնելու օրենսդրական հիմքեր ունեն, ճանապարհային երթևեկության մասնակցի տեղաշարժը սահմանափակելու օրենսդրական հիմքեր կա, որոնք թվարկված են ճանապարհային երթևեկության եւ անվտանգության ապահովման մասին օրենքի 18-րդ հոդվածով։ Այդ հիմքերը եթե չգիտեք, ասեմ որոնք են։ Ա. Քաղաքացին կատարել է իրավախախտում, Բ. Կա հնարավորություն քաղաքացուն զգուշացնելու արկա խոչընդոտների մասին, ճանապարհին արկա խոչընդոտների մասին, Գ. Քաղաքացի տրանսպորտային միջոցը գտնվում է հետախուզման մեջ եւ Դ. Կա հատուկ ծառայություն իրականացնելու վերաբերյալ հստակ հրաման։ Այդ ձեր վկայակոչած ուժեղացված ծառայությունն է, որ իրականում այդպիսի հասկացություն օրենսդրության մեջ գոյություն չունի ուժեղացված ծառայություն։ Բայց բարեկային ծառայողները սրա փոխարեն կարծում են, որ իրավունք ունեն կանգնեցնել իրենց նախընտրած ցանկացած ավտոմեքենան եւ իրականացնել ուղղակի փաստաթղթերի ստուգում։ Դուք ով եք, որ կանգնեցնեք քաղաքացիներին եւ փաստաթղթերի ստուգում ուղղակի իրականացնեք։ Ինձ օրինակ երբ որ կանգնեցնում են, ասում են փաստաթղթերի ստուգում ենք իրականացնում, ես շարունակում եմ երթևեկությունը եւ չեմ կանգնում, որովհետեւ այդ պահանջը օրինական չեմ համարում։ Նրանք իրավունք չունեն կանգնեցնել քաղաքացուն փաստաթղթեր ստուգելու նպատակով։ Ինչևէ, ես առանձին մի հատ on-line դասախոսություն կկարդամ բարեկների համար, որպեսզի նրանք իմանան, եւ եթե այդ իմանալուց հետո եւս շարունակեն իրենց խախտումները ավելի կոշտ կվերաբերվեն, բայց
Այս անգամ ընդամենը բավարարվում եմ հետևյալով։ Պարզաբանում եմ ինչու եմ իրականացնում ես բարեկային ծառայողների մասնակցությամբ տեսած այնագրությունները։ Ինչու եմ իմ ժամանակից բավականին երկարը մատնում հենց բարեկային ծառայողների վրա, որովհետև նպատակ եմ հետապնդում նրանց կրթել, նրանց հրավիրել օրինականության դաշտ։